Պարոն Խաչատրյան, մոտ 11 ժամից ավելի տևեց, ինչ մանրամասներ կներկայացրեք, կարծում եմ առերեսում է եղել, հետո հարձակումություն։ Տեսեք, երկու առերեսում է տեղի ունեցել, նախորդ առերեսման կարելի ասել շարունակությունը լրացուցիչ առերեսում եւ Իրանի Իսլամական Հանրապետության երկու եղբայրների հետ առերեսումներ է տեղի ունեցել, որևէ կերպ չզարմացրեցին մեզ վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչները, նախորդ առերեսման ապօրինությունները շարունակվում են այսօր, ավելի նոր ուժով, ավելի նոր, այսպես ինտուզիազմով, որովհետև ըստ էության կրկին անգամ մենք ականատես եղանք, թե ինչպես է սահմանափակվում պարոն Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը, մի քիչ ավելի տենց զավեշտալի բան ասեմ, մենք միջանցքում նկատեցինք, որ եղբայրները ճամպրուկներով էին եկել ու կարծում եմ, որ պետքա մեկնեին Հայաստանի Հանրապետությունից ու դրանով պայմանավորված վարույթ իրականացնող մարմինը երևակայի, ես կարող եմ այդտեղ ողջամիտ եզրանք գամ, որ ջանք չէին խնայում հապշտապ ավարտել այդ առերեսումները, չգիտեմ դուք կարող եք ստուգել Զվարթնոց օդանավակայանի այդ չվերթների ցուցակի եւ կարծում եմ այնտեղ հաստատ կտեսնենք մի հատ չվերթ, որ այս մոտավոր այս ժամերին էր, հետեւաբար բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով կրկին անգամ սահմանափակեցին մեր հարցեր տալու իրավունքը, իրենց համար ակնհայտ է, որ ցանկացած պահի մեր տակտիկայով, մեր հավաքած հարցերը, եթե մենք տանք վարույթ իրականացնող մարմինը չի կարող ոչ մի բան անել ու օբյեկտիվ իրականությունը բացահայտվելու է։ Այստեղ ասեմ ավելին, ակնհայտ է, որ մարդիկ նախորդ առերեսումից հետո որոշակի երկու եղբայր սինխրոնիզացրել էին իրենց ցուցմունքները, բայց այնուամենայնիվ նաև այդ պարագայում այնտեղ խնդիրներ կա, ուղղակի ես հիմա մանրամասները նյութի, բովանդակության չեմ կարող ասել, բայց դա էլ համոզված եմ, որ նրանց չէր կարող փրկել, այդ սխալները վեր հանելուց, իրենց ցուցմունքների մեջ առկա հակասությունները վեր հանելուց, հետևաբար այդ գիտակցումով խայտառակ կերպով ուրեմն սահմանափակվեցին մեր հարցեր տալու իրավունքը, բայց համոզված եմ ամեն ինչ դեռ առջևում է։ Հիմա ասեմ ավելին, դրանից հետո շարունակվեց մեկ այլ գործողություն ու պարոն Ծառուկյանին նկատմամբ պարզվեց, որ մի հատ էլ նոր հանրային քրեական հետապնդում կա հարուցված քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով, այսինքն հարկերից խուսափելու, արդեն ավելի զավեշտալի դեպք է, որովհետև կարծում եմ բոլորին արդեն հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, եթե չեմ սխալվում, երբ որ ընտրվել ազգային ժողովի պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առհասարակ չէր կարող ունենալ, բայց այս բանը չգիտես ինչի նոր գործ հարուցվում։ Դե տեսեք, կոնյակի գործարանի հետ կապված է, հիմա բնականաբար կարծում եմ հարցի պատասխան այնքան ակնհայտ է, բայց կամ մի անգամ էլ կրկնեմ, այս բոլոր իրադարձությունները, որ այս վերջի օրերին տեղի ունեն պարոն Ծառուկյանի շուրջ, պարոն Ծառուկյանն էլ իր գնահատականը տվեց, մենք էլ ենք գնահատում որպես քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ, որովհետև չի կարա նման բան լինի, որ մի օրում մի անգամից ակտիվանան տարբեր ժամանակահատվածներում հարուցված գործեր կամ նոր գործեր հարուցվեն ու դրանց փաստական հիմքեր ուղղակի որ նայում եք իրականության մեջ նույնիսկ գոյություն ունենալ չեն կարող։ Այսինքն այս առերեսման փուլը ավարտվեց եւ ինչ է առերեսման փուլը դեռ չի ավարտվել, որովհետեւ մենք ընդամենը առերեսվել ենք 2 օգոտ, իսկ մեր միջնորդությունները վերաբերվել է առհասարակ պարոն Ծառուկյանի հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելուն բոլոր այն անձանց հետ, ում որ վարույթ իրականացնող մարմինը մտածում է կամ ենթադրում է, որ մեր դեմ կամ մեր վերաբերյալ ցուցմունքներ են տվել։ Հետևաբար մենք սպասում ենք ելի նոր գործողությունների, կարան լինեն նաև նոր գործողություններ, բայց ամեն դեպքում այս որակի այս տեսակ խախտումներով գործողությունները ոչ մի լավ տեղ չեն տանում, բնականաբար օրերից մի օր այս գործը գնալու է փակուղի ու այս գործողությունները կարողա, չգիտեմ, եթե
գործը գնա դատարան, դատարանում պետք է նորից տեղի ունենան, որովհետև քննչական մարմինը, տեսեք, կազմակերպել էր մարդու պարոն Ծառուկյանի հակընդդեմ հարցման իրավունքի իմիտացիա։ Այսինքն, եթե պրոցեսը իրավական չի, մենք հնարավորություն չունենք արդյունավետ ու լիարժեք իրացնելու մեր պաշտպանական իրավունքը, հետևաբար ստեղ արդարության առնվազն մեծ դեֆիցիտ կա, որը որևէ կերպ իրենք չեն կարող լրացնել։ Իսկ Երեմ Սարգսյանի բացակայությունը ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն ունեցավ, նաև նա էր հարցաքննվել եւ դուք նաև բացառք եք հայտնել քննչական խմբին, այս մասով ինչ կասեք։ Ես բացառք հայտնելուց հետո կհիշեք, որ կանխատեսել էի, որ շատ արագ բացարկի միջնորդությունը մերժվելու է, նման արագություն մենակ սենց դեպքերում ապահովում, երբեմն մենք նման միջնորդություններ անելուց հետո օրերով սպասում ենք այդ որոշումներին, բայց այնուամենայնիվ իմ կանխատեսումները ճիշտ էին ու այդ բացարկի միջնորդությունը շատ արագ ու սենց արագ էլ մեզ ուղարկվեց որոշումը մերժվեց։ Երեմ Սարգսյանի բացակայությունն էլ հենց իմ կողմից նշված արդյունավետ ու լիարժեք պաշտպանության իրավունքը իրացնելու մասով կարևոր նշանակություն ունի, բնականաբար պարոն Ծառուկյանը իրավունք ունի իր ընտրած պաշտպանների միջոցով պաշտպանվելու ու յուրաքանչյուր պաշտպան գործի քննության ընթացքում գործի ծավալից ելնելով կոնկրետ գործառույթ բնականաբար նաև բացասական ազդեցություն է թողում, այդ թվում նաև մյուս գործոնների ու հանգամանքների, բայց նոր քրեական հետապնդում հարուցելու որոշումը, երբ որ ներկայացրեցի պարոն Ծառուկյանին, այստեղ որևէ խոչընդոտու խնդիր չկա պարոն Սարգսյանի մասնակցությամբ, պարոն Ծառուկյան նորից ցանկություն հայտնեց, որ այդ մյուս գործով իր շահերը պաշտպանենք, ես Սմբատ Մինասյանը եւ Երեմ Սարգսյանը, տեսնենք վարույթ իրականացնող մարմինը ինչ դիրքորոշում կունենա այդ մասով։ Հաստորեն այդ նախնական ցուցմունքում եւ այս պահի ցուցմունքներում Իրանի Հանրապետության քաղաքացիների հակասություններ կան։ Հակասությունները մի հատ չի, բազմաթիվ է։ Բացի դրանից, մենք ներկայացրել ենք մի շարք փաստական հանգամանքներ, փաստաթղթեր, որոնց հերքման համար որևէ ողջամիտ բացատրություն այդ քաղաքացիների կողմից չենք լսել։ Մենք ունենք ել ավելի շատ փաստական տվյալներ, փաստաթղթեր, ապացույցներ, որոնք տեսնելով մի քիչ առաջ ասեցի, չէ, այս դեֆիցիտը արդարության, մենք այս փուլում որոշել ենք դրանք չներկայացնենք։ Մի հատ հասկանանք այս ներկայացրածի վերաբերյալ ինչ քննություն է գնում, ինչ ռեակցիա են տալիս, որ դրանից հետո մենք որոշենք մեր մարտավարությունը, արդյոք այս փուլում արժե այդ ապացույցները ներկայացնել, թե ոչ, որովհետև ըստ էության կարող է ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բայց այստեղ արդարություն փնտրելը ուղղակի միամտություն է։ Այս ինչին որ մենք ականատես ենք լինում, երևակայի մեր այս նոր հանրապետության պատմության մեջ կամ համոզված ասեմ, որովհետև բավականին երկար աշխատում եմ այս ոլորտում, եզակի դեպք է։ Նման դեպք երբևէ չի եղել։ Տարբեր քաղաքական գործեր եղել են, տարբեր ճնշումներ, տարբեր աստիճան եղել են, բայց այս աննախադեպ է։ Որևէ ողջամիտ բացատրություն չկա նման բռնաճնշումների, նման քաղաքական հետապնդում, вообще պետք է չլիներ ու տեղին էլ չի։